Աշխարհում 114 միլիոն երեխա զարկերակային գերճնշում ունի։ Ցուցանիշը հուշում է, համաշխարհային առողջապահությունը կանգնած է նոր մարտահրավերի առջև։ Գերճնշումը տարածված խնդիր է բարձր եւ միջին տարիքի անձանց մոտ, սակայն հիվանդությունը երիտասարդանում է։ Դիտարկումը Հերացի վերլուծական կենտրոնինն է։ Վերլուծության համաձայն մինչև 19 տարեկան երեխաների շրջանում կլինիկորեն ախտորոշված գերճնշման ընդհանուր տարածվածությունը կազմել է 4,3%, ինչը նշանակում է, որ գրեթե յուրաքանչյուր 25-րդ երեխան աշխարհում ունի արյան բարձր ճնշում։ Վիճակագրությունը փաստում է, հիվանդությունն արագ է տարածվում։ Վերջին 20 տարում մանկական գերճնշման տարածվածությունը կրկնապատկվել է, տղաների շրջանում հասնելով 6,5, աղջիկների դեպքում 5,8%-ի։ Ըստ վերլուծության տարածման արագությունն ավելանում է տարիքի հետ։ Օրինակ 6 տարեկանների մոտ այն կազմել է 4,3%, բայց արդեն 14-ում 7,9%։ Կանխատեսումների համաձայն այս սերունդը, որը արդեն մոտ 4,7% գրանցվել է, դեռահասային տարիքում ունեն զարկերակային գերճնշում, նրանք ապագայում 3 անգամ ավելի մեծ հավանականություն ունեն երիկամային անբավարարություն զարգացնելու։ Այսինքն այս մեծացող սերունդը ավելի շատ ունենալու է երիկամային խնդիրներ, սիրտանոթային խնդիրներ, որտեղ հիմիկվանից իրանց մոտ արդեն սկսում են օրգանական փոփոխությունների հիմքը դրվում է։ Զարկերակային ճնշում առաջանում է ոչ միայն հիվանդությունների, այլև սխալ ապրելակերպի հետևանքով։ Մենք ապրում ենք ցածր ֆիզիկական ակտիվության, գադջետների, հավելյալ քաշի, հավելյալ սննդի ընդունման, ճարպակալման դարաշրջանում, որը առավել տարածված է երեխաների շրջանում։ Մենք ամեն օր դա տեսնում ենք հեռախոսը ձեռքին երեխա, որը հեռախոսի կողքը սնվում է, չի շարժվում, մանկական խաղերը գնալով պակասել են։ Հիվանդության ախտանշաններն են գլխացավը, քթային հաճախակի առնահոսությունը, թուլությունը, հոգնածությունը։ Կարևոր է իմանալ, որ հիվանդությունը հաճախ ընթանում է նաև առանց ախտանիշների, ուստի ծնողը պետք է պարբերաբար չափի երեխայի ճնշումը։ Պետք է ուշադրություն դարձնել նաև ճնշման չափման տեխնիկային, ինչպես նաև ճնշաչափերին։ Մասնավորապես չեն կարող օգտագործվել մեծահասակ երեխաների եւ դեռահասների դեպքում չեն կարող օգտագործվել մեծահասակների համար կիրառվող մանժետներ։ Պետք է մանժետի երկարությունը եւ համապատասխանի բասկի տրամագծին։ Ի տարբերություն մեծահասակների, մանկական եւ դեռահասային գերճնշման դեպքում բուժումը հիմնականում լինում է ոչ թե դեղորայքային, այլ կենսակերպի փոփոխությամբ։ Արամ Մանանդյան, Էդգար Դավթյան, լուրեր։